Գործարար ալիքն եք լսում, սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, ինչպես միշտ FM 106 եւ 5 հաճախականությամբ ռադիոն թունիչով, լրատվական AM-ի գործարար ալիքի թվային հարթակներում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում կամ ինչ-որ այլ պլատֆորմում մենք Դարփինյանի ժամն ենք սկսում երկրորդ խոսափողի մոտ։ Դավիթ Խումարյանն է, առաջի խոսափողի մոտ հաղորդման հեղինակն է պրոֆեսոր Արմեն Դարփինյանը, բարև ձեզ։ Ողջունում եմ բոլոր ռադիո լսողներին, YouTube դիտողներին, սիրով միշտ գալիս եմ այս հարթակ, որովհետև անկեղծ, ազնիվ եւ հանգիստ խոսելու հարթակ է, որևէ մեկը չի բռնանում։ Մենք փորձում ենք ամեն ինչ անենք։ Մինչև իրադարձություններին անցնելը, պարոն Դարփինյան, մեր խմբագրությունից մի փոքր ներքև Ազատության հրապարակում հացադուլի են նստել Ռուբեն Վարդանյանի աջակիցները ի աջակցություն իր հացադուլին նստելուն, այսինքն հորդորում են իրեն հացադուլից դուրս գալ։ Ես ուզում եմ մի փոքր դրանից էլ խոսենք, այսինքն այդ դատավարությունից ու ստեղծված իրավիճակից հետո անցնենք ընդհանուր իրադարձություններին, որտեղ ինձ համար շատ դժվար է շարունակել աշխատելը, ապրելը, ինչպես որ ամերիկացիներն են ասում, business as usual, հա, այսինքն դժվար է business as usual անել, երբ մենք ունենք հայրենակիցներ, համաքաղաքացիներ, որոնք որ այս պահին թշնամու բանտերում են։ Դավիթ ջան, հասկանալի է, ընդունում եմ այդ հրավերքը խոսելու դրա մասին, նախ ասեմ, որ դատավարություն բառը օգտագործել այն խեղճատակության նկատմամբ, որը կատարվում է Բաքվում, դա արդեն ինքնին մեղք է։ Մենք պետք է փորձենք դրանից հրաժարվել, որովհետև դատավարություն չկա, դա ուղղակի մարդկության նկատմամբ ձեռառնելիք է, որի նկատմամբ ցավոք սրտի մարդկությունը լուռ է եւ անհաղորդ։ Սա մեկ, այսինքն այդտեղ չկա որևէ դատավարություն։ Ես կարծում եմ, որ գոնե հայերի պարտքն է եւ ասենք ամբողջ հայության եւ պետության պարտքն է երբևիցե չխոսել այդ process-ի մասին որպես դատավարություն, որպես վկաների ցուցմունքներ, որպես մեղադրյալ եւ այլ, այդտեղ պետք է խոսել միայն խեղճատակության եւ ուղղակի մարդկային բանականության նկատմամբ բռնարարքի մասին պետք է խոսել եւ ուրիշ ոչ մի բանի։ Հիմա ինչ վերաբերում է Ռուբենի հացադուլին, ես գիտեմ, որ եւ մեզ լսում են եւ տեսնում են եւ հետեւում են, ես ուղղակի կոչ կանեի, որպեսզի Ռուբենը դադարեցնի այդ հացադուլը, որովհետեւ եւ Ռուբենը եւ մնացած մեր բոլոր տղաները մեզ պետք են առողջ եւ առույգ, նրանք պետք չեն մեզ հիվանդ, առավել եւս որ վտանգելով սեփական առողջությունը որևէ բանի հնարավոր չէ հասնել, որովհետեւ եթե խնդիրը միջազգային հանրության, այսպես ասած, ուշադրությունը գրավելն է, ապա պիտի ասեմ, որ այսօր միջազգային հանրությունը առավել քան երբևէ անհաղորդ է նմանատիպ իրավիճակների եւ միայն ուժն է գերիշխում աշխարհում, եթե ունես պետություն, ապա ուրեմն միայն ուժեղ պետությունն է հաշվի առնվում, եթե ունես հասարակություն, առավել եւս ուժեղ հասարակություն, եթե ունես համայն հայություն, ուրեմն պիտի կարողանաս այդ համայն հայության ուժը նույնպես դրսևորես։ Համայն հայության ուժի մեջ բաղադրիչ մաս է կազմում այն տղաների, ուրեմն Բաքվում գտնվել, այսինքն նրանց ոգին, այդ թվում նաեւ Ռուբենի, ես կարդացի նաեւ Բակո Սահակյանի, ուրեմն ելույթի մասին ինչ-որ մեջբերումներ Արկադի Ղուկասյանի ելույթի մասին, որտեղ իրենք ուղղակիորեն ասում են, որ սա դատավարություն չի կարող լինել, որովհետև մենք որևէ հանցագործություն չենք կատարել, առավել եւս Ադրբեջանի նկատմամբ, Ադրբեջանի հետ մենք որևէ կապ չենք ունեցել եւ Սովետական միության սահմանադրությանը համաձայն մենք ընդհանրապես ինքնորոշման իրավունքն ենք իրագործել ամբողջ ժողովրդով։ Սա է լեյտմոտիվը եւ ես պիտի հորդորեմ Ռուբենին, որը նաեւ իմ ուսանողական ընկերն է, երկար, այսինքն երևի Ռուբենին ինձանից շատ ճանաչողներ չկան այս բանում, գոնե Հայաստանում, բացի իր դպրոցական եւ մանկապարտեզի ընկերներից, բայց պիտի ասեմ, որ նա անհապաղ պիտի դադարեցնի, որտեղ դա անիմաստ է, նրա առողջության քայքայումը որևէ մեկին ուրեմն օգուտ չէ մեկ եւ գործին օգուտ չէ առաջին հերթին ինքը եւ մնացած բոլոր տղաները պետք են մեզ բոլորիս առողջ վիճակում իրենք պիտի հակառակը պայքարեն այդ անիմաստ ուրեմն մարդատիաց դատավարության այսպես ասած
ճակերտավոր այդ process-ի նկատմամբ իրենք պիտի ուղղակի լինեն շատ կոշտ, բռունցքային, այսպես ասած, միասնական կարծիքներ կայացնելով, իրենք պիտի ուժեղ լինեն, ասենք հացադուլով դու ուժեղ չես լինում, դու թուլանում ես, դու քեզ ես վնաս տալիս, ուրիշ ոչ ոքի։ Նույնը պիտի ասեմ ուրեմն մեր այն քաղաքացիների նկատմամբ, որոնք ազատության հրապարակում են, հացադուլ հայտարարել ի համերաշխություն Ռուբենի, դա որևէ օգուտ չի տալու։ Իսկ մենք պետք է ուժեղ հասարակություն եւ ուժեղ պետություն եւ ուժեղ հայություն լինենք։ Հացադուլով մենք չենք ուժեղանում, մենք թուլանում ենք։ Սա է։ Այսքանը ստեղծված իրավիճակի մասով համաշխարհային իրադարձություններին գանք, մենք Տրամպը շարունակում է մեզ զարմացնել, ինձ զարմացնում է, ձեզ միգուցե ոչ, Facebook-ում սա դարել է, սոցցանցերում դարել է մեմերի տենց մեծ բան կա, ինձ ամենաշատը դուր եկավ են, որ Մոնիկա Լիվինսկիի հետ պատմությունից հետո Օվալ կաբինետը նման 18+ բովանդակություն չէր տեսել, ինչ տեղի ունեցավ նախագահ Զելենսկիի հետ։ Ընդհանուր առմամբ սա նախագահների մակարդակի զրույց էր, թե չէ, պարոն Դարբինյան։ Դա ջան, նման զրույցներ լինում են իհարկե, բայց վարագույրից այն կողմ, այսինքն դա հրապարակայնացում չի ենթադրում, չէր ենթադրում, եւ ի սկզբանե նաեւ երևի չէր ենթադրում, բայց ես մի քիչ ավելի ընդհանրացնեմ այս իրավիճակը, ասելով, որ մենք պիտի կարողանանք պատրանքներից, հին գաղափարներից, հին պատկերացումներից, ինչ-որ զմռսված դոգմաներից հրաժարվենք, որտեվ ամբողջապես իրավիճակը փոխվում է աշխարհում, ցավոք սրտի մենք այդ պահը չզգացինք, մի քիչ ավելի ուշ կասեմ, որ պահը չզգացինք եւ ըստ էության մինչեւ հիմա էլ չենք զգում, այսինքն կամ ուշացած ինչ-որ արձագանքներ ենք անում, կամ չենք նախապատրաստվում հաջորդ զարգացումներին իրավիճակի։ Եվ պատրանքներից ու սխալ դոգմաներից իհարկե պետք է հրաժարվել։ Տեսեք, դոգմաներից մեկը որն է, որ երևի թե չկա որևէ պետություն, որի սահմանադրության մեջ գրառում չլինի առ այն, որ ընդերքը պատկանում է ժողովրդին, կամ ասենք մեր սահմանադրության մեջ ավելի վատ է ձևակերպված, գրված է, որ ընդերքը եւ ջրային ռեսուրսները բացառիկ սեփականությանն են պետության։ Չկա գրած ժողովրդին, գրած պետության։ Պիտի գրված լիներ ժողովրդին, որը իրագործում էր սեփականության իրավունքը պետության միջոցով, հա, բայց այստեղ գրված է բացառիկ իրավունքն է պետության, չէ՞, ընդերքի սեփականությունը։ Հիմա Տրամպը Զելենսկուն եւ ամբողջ աշխարհին ցույց է տալիս, որ այդպես չի, էլի, այսինքն քո ընդերքը քոնը չի, իմն է, հասկանում եք։ Հիմա, այսինքն ընդերքի նկատմամբ ամբողջական տիրապետման խնդիր է դրված, այստեղ 500 միլիարդ դոլարի ընդհանուր արժողությամբ կարծես թե պարտքերի, այսպես ասած, հետ ձևակերպման, բայց իմաստը հետեւյալն է, ընդերքը քոնը չի, իմն է։ Հիմա, եթե անդրադառնանք մեր իրավիճակին, այսինքն մենք իսկապես այդ գրառումը կա մեր սահմանադրության մեջ, բայց ընդերքը իրականության մեջ կամ պատկանում է օլիգարխներին, որոնք որ սերտաճած են պետության հետ, կամ պատկանում է այսինքն աշխարհի մեծերին, նրանց ովքեր որ իրավիճակ են կարողանում ուրեմն կանխորոշել եւ իրենց տիրապետումն են արձանագրում այս կամ այն տարածքի նկատմամբ։ Հիմա Միացյալ Նահանգները այդ իրավունքները, այսպես ասած, փորձում են իրականացնել ոչ միայն Ուկրաինայում, Կանադայում, Մեքսիկայում։ Եթե մենք մեր իրավիճակին նորից անդրադառնանք, տեսնենք, որ մեր ընդերքը կամ տիրապետման տակ է եղել երկար ժամանակ օլիգարխիայի կամ ուրեմն ռուսական ընկերությունների, որոնք, այսպես ասած, շահագործում են ընդերքը, հիմա էլ տարբեր տեսակի ուրեմն խնդիրներ կան, առաջացել են, թեղուտում են առաջացել խնդիրներ, մենք տեսանք վերջերս բանում էր ԶՄՊԿ-ում, հա, խնդիրներ առաջացան եւ այլն, հագարակում բան, բայց սա նույնպես ոչ խելամիտ ընդերքի բաշխման եւ ոչ խելամիտ գործարքների իրականացման արդյունք է, այն ինչ որ մենք ունենք հիմա։
Մենք հերթականն ենք իմանում, պարոն Դարբինյան, շատ կարճ որ թեմայից չշեղվենք, կուզեի բայց երկու բառ ասեիք։ Լիդիանի վերաբացման վերաբերյալ վարկի տրամադրման ընդհանուր ձեր վերաբերմունքը։ Դե ընդհանուր վերաբերմունքը կստեսեք, ասենք, ոգևորվել են ամերիկացիները, չէ՞, այսինքն այո, դեսպանատունը տարածել է, ոգևորվեցին ամերիկացիները հիմա, էլ այսինքն նորից գալիս է փաստելու, որ ընդերքը մերը չի, իրենցն է։ Որևէ ջերմուկցի չի ոգևորվել, հա, սենց ֆիքսենք դրանից։ Դերքում իրանցն է, էլ այսինքն ոչ թե հիմա իհարկե այդ իմաստով ասենք ճիշտ բաժանումը ընդերքի նույնպես կարևոր է, որովհետև ցանկացած երկրի խոշոր պետության տիրապետման տակ գտնվող ընդերքը իհարկե լրացուցիչ անվտանգային երաշխիք է տվյալ երկրի համար։ Հիմա եթե մենք ունենք ռուսական տիրապետման տակ գտնվող հանքեր, այս հանքն էլ տրամադրվեց ուրեմն միջազգային ընկերության, որը շատ ավելի ամերիկյան հովանու ներքո է, այսպես ասած, հիմա ինչպես են վերաբերվում բալանսավորման տեսանկյունից, նորմալ են վերաբերվում, հնարավոր ինվեստիցիոն հնարավորությունների տեսանկյունից էլի նորմալ են վերաբերվում, նորմալ չեն վերաբերվում, որ ընդերքը պատկանում է ժողովրդին, այս թեզը մենք չենք կարողացել մինչև վերջ իրագործել, ինչու, որտեղ մենք պիտի կարողանանք ռոյալթիները այնպիսի համակարգ մշակենք, որ այդ ընդերքի շահագործումից առաջին հերթին օգտվեր ժողովուրդը, առաջին հերթին օգտվեր երկրի բյուջեն, առաջին հերթին օգտվեր սոցիալական ծրագրերի ֆինանսավորումը բյուջետային։ Հիմա, ուրեմն դերքը պայմանավորվեցինք, չի պատկանում ժողովրդին, պատկանում է կամ օլիգարխիային, կամ աշխարհի մեծերին։ Հիմա գանք կորիդորներին, ենթակառուցվածքներին։ Ուրեմն նույն բանը կարելի է ասել ենթակառուցվածքների նկատմամբ։ Ենթակառուցվածքները աշխարհի նույնպես չեն պատկանում այն երկրներին, որոնցով դա տարանցիկ է։ Հիմա նորից Միացյալ Նահանգների հավակնությունները Պանամայի ջրանցքը, ուրեմն այդ կանալը, հա, վերցնել եւ հետ վերցնել պանամացիներից, հիշեցնեմ, որ 1920 թվականին է կառուցվել։ Ուրեմն Թրամփը հրապարակեց զարմանահրաշ թվեր։ 38,000 ամերիկացի մահացել է այդ ուրեմն կանալը կառուցելիս։ Ուրեմն այսօրվա թվերով ինքը ասում է դա արժեցել է 1.5 տրիլիոն դոլար։ Ատլանտիկ օվկիանոսը Խաղաղ օվկիանոսին միացնող ուրեմն ջրանցք է, որը հսկայական նշանակություն ունի միջազգային առևտրի համար, որի շահագործումից Պանամայի բյուջեն տարեկան ստանում է 5 միլիարդ դոլար։ Հիմա Թրամփը ասում է դա ձերը չի, Քարտերը ասում է իր ուրեմն նախորդ պրեզիդենտներից մեկը 70-ական թվականներից վերջերս մահացավ, Ջիմի Քարտերը ձրի նվիրեց պանամացիներին։ Մենք ասում ենք պիտի հետ բերեմ, որովհետև սա մենք ենք կառուցել, սա մերն է, սա ձերը չի։ Այսինքն Պանամայի տարածքով անցնող ջրանցքը ձերը չի, մերն է, հա։ Այսինքն ենթակառուցվածքների նկատմամբ սեփականությունը նույնպես աշխարհի մեծերինն է։ Հիմա եթե մենք նորից տրանսֆորմացվենք մեր ռեգիոնալ տարածաշրջան, մենք պիտի տեսնենք, որ ասենք Թուրքիան Բոսվորի ուրեմն ջրանցքը շահագործելիս նույնպես հսկայական մեծ բան ունի, ազդեցություն ունի աշխարհի քաղաքականության վրա։ Եվ մենք տեսնում ենք, որ այո, Թուրքիան իր ուժով, իր հնարավորություններով կարողանում է պահել, բայց ոչ միայն։ Թուրքիան միայնակ չէ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ այդ իմաստով նաեւ գտնվում է ամերիկյան պատրոնաժի տակ։ Այսինքն անգամ Թուրքիայի պես հզոր երկիրը իր ենթակառուցվածքների ամբողջական տիրակալը չէ, որովհետեւ այնուամենայնիվ նա ամեն դեպքում սուվերենության պահպանումը այդ ենթակառուցվածքների նկատմամբ շատ մեծ ջանքեր է պահանջում եւ շատ մեծ ներդրում է պահանջում եւ ֆինանսական եւ էմոցիոնալ եւ աշխարհակաղակական։ Հիմա գանք մեր բանին, կորիդորին, այսպես ասած, որը որ այսպես թե այնպես լինելու է։ Հիմա մենք որ անընդհատ պնդում ենք, որ այդ մեր բանը կորիդորը պիտի լինի միայն մեր սուվերենության ներքո, մենք նորից պատրանքների մեջ ենք։ Դա հնարավոր չի, դա չի լինելու միայն մեր սուվերենության ներքո։ Հնարավոր չի, որ դա լինի։ Աշխարհում նման օրինակ չկա, որ Պանամայի օրինակը ձեզ հիմա, ասենք, ամենացայտուն օրինակն է։ Բանը Եգիպտոսը Սուեծյան, ասենք, այդ բանը channel-ը նույնպես, ասենք, իրենց եթե չլինի ամերիկացիների հովանին այդ ամեն ինչի նկատմամբ, եգիպտացիները չեն կարողանա նրան տիրապետել։ Եվ մենք եւս պիտի հասկանանք, որ եթե խոսքը գնում է այնպիսի ենթակառուցվածքի մասին, որը տվյալ պարագայում ուրեմն մաս կարող է կազմել
ուրեմն արևելքից արևմուտք դեպի ուրեմն ճանապարհի, մենք պիտի հասկանանք, որ սա աշխարհակաղակական նշանակություն ունեցող խնդիր է եւ մեր սուվերենությունը պիտի կարողանանք ճիշտ ներկայացնենք, պիտի կարողանանք ամեն դեպքում առևտուր է լինելու, այդ առևտրի մեջ պիտի կարողանանք գոնե մենք մերը ստանանք, այո, տանենք, հասկանում եք, այսինքն կոպիտ ասած յուրաքանչյուր ինչ որ մի բանից տրանսպորտային միջոցից մենք կարողանանք մեր բյուջե գումար ստանանք, որտեղ տարածքը մերն է, սուվերենությունը այդ իմաստով մերն է, եւ մեր տարածքով անցնող ցանկացած բեռնա փոխադրողից մենք պիտի կարողանանք գանձենք, դրանով էլ պայմանավորենք մեր սուվերենությունը։ Հիմա վերադառնալով նոյեմբերի 9-ի այդ փաստաթղթին, այո, ստորագրվեց Ռուսաստանը, այո, նման հավակնություն ներկայացրեց եւ պահանջ ներկայացրեց, որ ինքը տիրապետի այդ կորիդորին։ Հիմա եթե մենք ասում ենք, չէ, Ռուսաստանը պիտի չտիրապետի, մենք պիտի տիրապետենք, ես ուզում ասել, որ դա հնարավոր չէ, ինչ որ մեկը պիտի տիրապետի, ինչ որ մեկի հետ պիտի լինենք մենք։ Հիմա այնտեղ տարբերակ կա, ասում են, անկախ մի կազմակերպության տանք եվրոպական։ Տենց կազմակերպությունները անկախ լինում են, պարոն Դարբինյան։ Դե մաքսային ձևակերպումների տեսանկյունից միգուցե այո, այսինքն ընդհանրապես նրանք տեխնիկական ֆունկցիա են կատարում։ Անվտանգության ապահովումը ճանապարհին նրանք չեն կարողանա իրենց վրա վերցնել։ Ակնհայտ է, որ մեր սուվերենության տակ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան չեն համաձայնվի այդ, այսինքն բեռնափոխադրումները իրականացնել։ Ես կարծում եմ, որ մենք հայելային կերպով պիտի նույնպես պահանջենք, որպես իրենց տարածքով մեր բեռների փոխադրումը նույնպես լինի որևէ միջազգային ասենք երաշխիքի ներքո, հա, այսպես, բայց եթե մենք ուղղակի մերկապարանոց հայտարարում ենք, որ սա պիտի լինի մեր սուվերենության ներքո, դա նշանակում է, որ մեզ անպայման ինչ-որ մեկը կստիպի իր սուվերենության ներքո կամ իր տիրապետման ներքո այս բանը տանել։ Ուղղակի պիտի հասկանանք, որ եւ ընդերքը եւ ենթակառուցվածքները դրանք աշխարհի ուժեղների հետ պիտի կարողանանք բանակցել եւ մեր շահերը առավելագույնս պաշտպանել։ Ես դա այսօր ցավոք սրտի չեմ տեսնում։ Հաջորդը, որ ինչ պատրանքից պիտի կարողանանք հրաժարվել, խոսքի ազատության մասին են խոսում հիմա ամբողջ աշխարհով մեկ, պարզվում է, որ ինչ է ասում Միացյալ Նահանգների ադմինիստրացիան, ասում օրինակ CNN-ը, որին ասում մեր բյուջեից փող ենք տալիս, նա պիտի ուրեմն պետական մեր մոտեցումները կարողանա ներկայացնի եւ ոչ մի օպոզիցիոն կարծիք այնտեղ պիտի չլինի, կոպիտ ասած ոչ մի դեմոկրատ այնտեղ պիտի հանդես չգա, միայն հանրապետականների կարծիքը պիտի լինի, այն էլ Տրամպի ուղղորդությամբ։ Հիմա ես սա նույնպես նորից հայելային կերպով փորձում եմ մեզ վերաբերել, մեր խեղճուկրակ հանրայինը ինչ արնի, ասենք, թե ինչ որ մենք ու մեջ ինչ-որ օպոզիցիոն մարդիկ գալիս են տաղավար, բայց Միացյալ Նահանգները, որ մեզ ամբողջ այս ժամանակահատվածի ընթացքում սովորեցնում էր խոսքի ազատության, դեմոկրատական արժեքների եւ այլն, հիմա առնչվել է նման եղելության հետ։ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն հանդես եկավ ուրեմն կոնսերվատորների, կոնսերվատիվ քաղաքական ուղղվածություն ունեցող լիդերների հավաքին, նույնպես Միացյալ Նահանգներում, բացահայտ ասաց իմ նկատմամբ Սլովակիայում իրագործվել է քաղաքական հետապնդում, իմ խոսքի համար ազատ խոսքը բռնացել են եւ այլն, եւ փառք եմ տալիս հիմա Միացյալ Նահանգների այս ադմինիստրացիային, որ ազատ խոսքը պիտի վերականգնի։ Նույն բանը Տրամփն է ասում, ես վերականգնում եմ ազատ խոսքը, որովհետեւ այն դատախազները, որոնք բռնացել են իմ ազատ խոսքի նկատմամբ, այսինքն միացած բանը կաշա է ստեղծվել աշխարհում, որից ճիշտ ասած մենք դժվար կարողանանք գլուխ անենք, ուզում եմ ասել, որ այն ազատությունը, որ մենք այսօր ունենք, փառք Աստծո, որ ունենք, հասկանում եք, հա։ Պարոն Դարբինյան, խաղի նոր կանոններ են հռչակվում, թե հռչակվում է, որ այլևս խաղը կանոններ չունի։ Դե խաղի նոր կանոններ չեն հռչակվում հաստատ, բան է գնում, ինչ-որ ժամանակահատված անհրաժեշտ է լինելու բալանսավորելու իրավիճակը, բալանսավորելու համար։ Չեմ տեսնում, որ նոր կանոններ է առաջարկվում, որովհետև նույն Տրամպի թեզերի նկատմամբ Միացյալ Նահանգներում հստակ հակազդեցություն կա, այսինքն հսկայական, ասենք, դեմոկրատական կուսակցությունը մի կողմից, բայց այնտեղ նաև հանրություն կա, էլի, որը որ, ասենք, շատ հետաքրքիր էր, ասենք, Ռոբերտ Դենիրոն, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի,
ուրեմն շատ հակառակ կարծիք ունի Տրամպի մասին, չէ՞, մեր բանը։ Չէ, տակտիա, չէ, երկուսն էլ Ռոբերտ են, բայց այդքան տարբեր են մտածում։ Ոչ միայն Ռոբերտն իրենց նմանություն կար, չէ, նաև ասենք արտաքին նմանություն կար։ Հիմա մեր երկրորդ նախագահը հրճված էր, ասենք, Տրամպի հայտնությամբ եւ նրա թեզերով։ Ռոբերտ Դե Նիրոն հակառակ ասում է, սա Միացյալ Նահանգների խայտարակությունն է, եւ հիմա Դե Նիրոյից բացի հսկայական բան կա, մարդիկ կան, որոնք լքել են Միացյալ Նահանգները ուղղակի բանը ի հակակշիռ, այսպես ասած, Տրամպի իշխանության։ Դրա ամենածիծաղալու օրինակը մի հատ տուրիստական ընկերություն տուրա սարքե, պարոն Դարբինյան, 4 տարով կրուիզ ամբողջ աշխարհով, հաշվել են Տրամպի նախագահ ալնելու ժամանակահատվածը, ասում են դուք նստեք մեր նավը, ու քանի ես մարդը Միացյալ Նահանգներում նախագահ է, դուք կճանապարհորդեք, հետո մենք կվերադառնանք նահանգներ։ Ուրեմն հաջորդ խայտարակությունը, որ մենք ականատես ենք եւ նորից պիտի պատրանքներից հրաժարվենք, Ռումինիայում նախագահական ընտրությունների ուրեմն լիդերին բանտարկեցին։ Մարդ, որը որ առավելագույն ձայներ էր հավաքել եւ հավակնում էր դառնալ նախագահ, բանտարկեցին ինչ-որ նորից հնարած պատճառաբանությամբ։ Դրա հետ մեկտեղ Թրամփը, Միացյալ Նահանգների նախագահը, որը նույնպես, այսինքն Միացյալ Նահանգները, որոնք մեզ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ սովորեցնում են ինչպես պետք է անցկացնել արդար ազատ ընտրություններ, մշտապես ասել է եւ շարունակում է ասել, որ Միացյալ Նահանգներում եւս ընտրությունները կեղծվում են, կեղծված են եղել 4 տարի առաջ, երբ ինքը պարտվեց, հիմա էլ ուրեմն մի հրամանագիր ստորագրեց, որ էլեկտրոնային քվեարկությունը ուղղակի պիտի չեղյալ համարել, ոչ մի էլեկտրոնային քվեարկություն, որովհետև մեքենայությունները, խարդախությունները այդ ընթացքում շատ ավելի շատ են, քան եթե թղթի վրա հաշվարկը, քվեարկությունը տեղի ունենում, այսինքն մենք տեսնում ենք, որ անգամ Միացյալ Նահանգները արձականի տակ են դնում իրենց ընտրությունները։ Նորից փառք տանք Աստծուն, որ ինչ որ ձևով, ինչ որ չափով, ինչ որ ձևով ընտրություններ ենք անցկացնում, չնայած ես նորից դրանից, այսպես ասած, բացարձակապես գոհ չեմ, բայց այնուամենայնիվ։ Հաջորդը, ուրեմն մենք ինչ ունենք։ Մենք ունենք հետևյալ իրավիճակը, որ որևէ պետության ինքնիշխանությունը նույնպես երաշխավորված չէ, այսինքն ՄԱԿ-ի անդամ ցանկացած պետության ինքնիշխանությունը երաշխավորված չէ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը Կանադային, ասում է դուք մեր նահանգն եք, ընկեր Տրյուդո, դու էլ նահանգապետն ես, գուբերնատորն ես, ասում է դու մեր, հա։ Այս խեղճ Տրյուդոն էլ գնացել է, հասել է Լոնդոն, այնտեղ քննարկում են ուկրաինացիների խնդիրը, քիչ խեղճացած վիճակում է, որովհետև իսկապես, ասենք, թվերի դեմ չես կարող ինչ-որ արգումենտներ բերես։ Միացյալ Նահանգները իրենց հաշվարկով տարեկան $200 միլիարդ օժանդակություն են ցուցաբերում, այսինքն սուբսիդավորում են կոպիտ ասած Կանադայի տնտեսությունը։ Տրամփը հայտարարում է, ասում է, մեզ պետք չի իրենց բանը, անտառը, իրենք փայտ են ներկրում, ասում մեզ պետք չի իրենց փայտը, իրենց փայտը թող իրենց մնա, մենք պատրաստ ենք, բայց եթե մենք չսուբսիդավորենք, իրենք կսկեն։ Կանադայի մասին է խոսքը, հսկայական տերություն, հա։ Տարածքով աշխարհի երկրորդ պետության մասին ենք խոսում։ Հսկայական պետություն, որ տարածքով ավելի մեծ է, քան Միացյալ Նահանգները։ Երկրորդն է, էլի աշխարհում, Ռուսաստանից հետո։ Պետության սուվերենությունը հարցականի տակ է։ Հիմա մենք նորից փառք տանք Աստծուն, որ ինչ-որ չափով հիմա ինչ-որ անկախություն ենք զգում կամ պատրանք ունենք, որ անկախություն ենք։ Այսինքն երաշխավորված չէ։ Այսինքն էլ ավելի խելամիտ գործողություններ են պահանջվում մեր նման երկրների կողմից, որպեսզի կարողանանք պաշտպանենք մեր ինքնուրույնությունը։ Հաջորդը, ուրեմն, կոռուպցիոն դրսևորումների մասին պարզվեց, որ Միացյալ Նահանգների բյուջեն մի սարսափելի կոռուպցիոն, ուրեմն, համակարգ է, ամենայն դեպս Մասկը եւ Թրամփը պայթեցրեցին այս իրավիճակը։ Հիմա ինչ է ստացվում։ Բյուջեն Միացյալ Նահանգների 27.5-27.7 կարծեմ տրիլիոն դոլար է։ Եվ Մասկը հայտարարել է, որ $1 տրիլիոն ավելորդ ծախսեր են, անիմաստ 1 տրիլիոնը, հա, 4.5% է գալիս բյուջեի։ Դա նշանակում է, որ իրենք օրական պիտի կրճատեն $4 միլիարդ ծախս, օրական։ Եվ արդեն գնացել է այդ process-ը, ասենք USAID-ի վերաբերյալ բոլորը գիտեն այդ իրավիճակը, երբ կանգնացված է ամբողջ աշխարհով մեկ, ըստ որում զանազան բաներ են բերվում,
օրինակներ են բերվում, ասենք վերջի օրինակը որն էր, դարձում Տրամփը ասաց, որ Հնդկաստանին ասում է $17 միլիոն փող ենք տվել, որ իրենց ընտրությունները լավ կազմակերպեն, ասում միգուցե իրենք պետք է մեզ վճարեն, որ մենք լավ կազմակերպենք, չենք ծախսել $17 միլիոն չենք ծախսել այնտեղ եւ նմանատիպ բազմաթիվ միլիարդավոր ծախսեր, որոնք որ հիմա կրճատման տակ են։ Զարուրելի մի ուրեմն բան բերվեց, նույնպես օրինակ սոցիալական ծառայությունները, իրենց կենսաթոշակային ֆոնդերը, այսպես ասած, մեռյալ հոգիների հսկայական քանակ կա։ Հիմա այնտեղ ձևակերպված մարդիկ կան, որոնք 250 տարեկան են, 220 տարեկան, որոնք թոշակ են։ Փարոսը հին ու բարի ժամանակներում, էլի շատ նման։ Հիմա ես չգիտեմ, իրենք են մեզ նմանակում, թե մենք ենք իրենց նմանակել, բայց ամեն դեպքում իրենք ամբողջ ընթացքում տասնամյակներ շարունակ մեզ սովորեցնում են, որ կոռուպցիայի դեմ պայքարելը պետք է մինչև հիմա ինչ-որ մոդելներ ենք իրականացնում կոռուպցիայի դեմ պայքարի, որոնք իրենց կողմից են այսպես ասած ներմուծված, ներդրված եւ այլն, բայց բարձրում է հսկայական քանակի, հսկայական ընդհանրապես Տրամփը դեմոկրատների իշխանությունը ներկայացնում է որպես մի հատ, ասենք, թալանչիների նախկինները, էլի, այո, նախկինները։ Հիմա այդ նախկիններ ներկաների հետ կապված էլ հետեւյալ բանն ասեմ, որ ժառանգականությունը քաղաքականության մեջ նույնպես ոտնահարվում է։ Հիմա փաստորեն ցանկացած որոշում, որը նախկիններն են ընդունում, նորից հիմա ասենք, ես չգիտեմ, մենք տրենդի մեջ ենք, մեզանից են սովորում, թե ամեն դեպքում մեզանից հետո եկավ Տրամփը, էլի, ասենք Փաշինյանից հետո եկավ Տրամփը, թե ասենք 0-ական կետից սկսելը ինչ որ Տրամփը անում է, որևէ որոշում նախկին ադմինիստրացիայի նրա համար բացարձակապես հիմք չէ, այսինքն նա կարող է ոտնահարել ցանկացած նախկինում ընդունված որոշում, որը շատ վտանգավոր է։ Ժառանգականությունը դուրս է եկել ընդհանրապես բանից, պրակտիկայից, որոշումների ընդունման, ուրեմն զավեշտալի դեպքեր են, էլի, հիմա այնտեղ բանը որոշումը գիտեք կայացված, որ երկու սեր գոյություն ունի տղամարդիկ ֆեդերալ մակարդակում, այո։ Հիմա փաստաթղթերում տենց պիտի լինի։ Հիմա ֆեդերալ մակարդակում ինչ-որ մեկը մի հատ կին անցնում է սահմանը, հատում է Միացյալ Նահանգների, վերցնում են անձնագիրը, սահմանապանը, տեսնում դե հիմա ինքը կին է, նայում են, ստուգում են, տեսնում են ինքը տղամարդ է ծնված եղել, էլի։ Ասում են, բայց դու տղամարդ ես, դու կին չես, ասում են, չէ, բայց ես կին եմ, չէ, բայց դու տղամարդ ես, այսինքն այդ մարդը իր ամբողջականությամբ այլևս գոյություն չունի, նա գոյություն ուներ, որպես կին ենթադրենք, բայց հիմա գոյություն չունի որպես կին, որպես ինչ գոյություն ունի, էլի կարևոր չի, բայց ուրեմն ասեմ նաև այդտեղ խնդիր կա։ Հաջորդը մենք շատ ենք սովորել մարդու իրավունքների միջազգային ատյաններ, բան եւ այլն բողոքելու են, ուրեմն մարդու իրավունքների միջազգային ատյաններից ամենաբարձրը ՄԱԿ-ի հովանում ներքո գործող մարդու իրավունքների համաշխարհային խորհուրդն է։ Միացյալ Նահանգների պետությունը դուրս է գալիս այդ խորհրդից եւ Տրամփը հայտարարում է, ասում է, նման հակասեմիտական կազմակերպություններից մենք ընդհանրապես դուրս ենք գալիս, որևէ կապ չունենք մարդու իրավունքների միջազգային այդ ատյանի հետ, որը բարձրագույն ատյանն է մարդու իրավունքների։ Հիմա նորից անդրադառնում եմ մեր տղաների, ասենք Ռուբենի հացադուլի կամ մեր ինչ հացադուլ, ինչ մարդու իրավունքներ, նրանք ոտնահարված են այսօր, այսինքն ես չգիտեմ արդյոք հնարավոր կլինի ինչ-որ նոր համակարգ ստեղծել թե ոչ, բայց հին համակարգը այլևս չկա։ Այսինքն դուք պետք չի, որ մենք հիմա բարձրաձայնենք, ասենք, մարդու իրավունքները ովքեր են հիմա պահապանները։ Պահապաններից ամենակարևորը, ամենագլխավորը Միացյալ Նահանգներն, ասում է, դա հակասեմիտական կազմակերպությունը, մենք դուրս ենք գալիս նրանից, դուրս են եկել ՄԱԿ-ի։ Ես հիշում եք անցյալ հաղորդման ժամանակ ասացի, որ Տրամփը աստիճանաբար Միացյալ Նահանգները դուրս է բերելու բոլոր միջազգային բազմակողմ կառույցներից։ Հաջորդը ուրեմն նորից շատ հետաքրքիր է, որ նաև մեզ է վերաբերում, այսինքն ամեն ինչն է այստեղ մեզ վերաբերում։ Միացյալ Նահանգները դադարում են լինել բախտ որոնողների ուրեմն ինչ-որ տարածք, դա էմիգրանտների երկիր էր ի սկզբանե Միացյալ Նահանգները, այսինքն յուրաքանչյուր ոք այնտեղ իր բախտն էր որոնում, երկար մեծ երկիր է, հնարավորություններով եւ այլն, ամեն մեկը գալիս, կարևորը այդ սահմանը անցնելն էր, հետո արդեն ամեն մեկը իր փնտրտուքի մեջ անում էր, այո։ Հիմա դա դադարեցվում է, որովհետև շատ խիստ միգրացիոն ուրեմն հսկողություն է սահմանվում եւ Տրամփը
բաց ասում ես, որ սա բախտ որոնողներ մեզ պետք չեն։ Եվ հակառակը ներմուծել է ուրեմն ոսկյա վիզայի կարգավիճակ 5 միլիոն դոլար։ Ինչ որ մեկը, այսինքն եթե ուզում ես դա Միացյալ Նահանգներում ունենաս իրավունքներ, 5 միլիոն դոլար խնդրեմ, ուրեմն ներդրում իրականացրու, փաստագրված ներդրում, այդ պարագայում դուք ունենաս ներդրում թե վճար, պարոն Դարբյան։ Վճար ներդրում, այսինքն փաստագրված պիտի 5 միլիոնի նական ներդրում անի, ինչ որ բան գնի, բայց գույք կարա ունենա 5 միլիոն։ Այո, բայց այնպես չի որ պիտի վճարի պետությանը ու կորավ այդ 5 միլիոն։ Կարող է նաև պետությանը վճարել, բայց կարող է նաև գույք ձեռք բերել 5 միլիոն ներդրումի պարագայում, խնդրեմ դու ստանում ես իրավունք գալու Միացյալ Նահանգներ։ Այսինքն Միացյալ Նահանգներն ասում է ես արդեն անտիրական մարդկանց կարիքը չունեմ, թե այստեղ պիտի գան միայն կայացած մարդիկ։ Սա հաջողակների պետությունն է, ոչ թե լուզերների, այսինքն պիտի ունենա այդ 5 միլիոնը, էլի։ Հիշեցի սովետական ժամանակ մի անեկդոտ կար, որ մեկը կանգնած է ուրեմն բանի գետի էս ափին, բանը նավակը մոտենում է, ասում է աղբերս ասում է ինձ տեղափոխի էլի մի հատ այն ափը պետք ինձ, բայց ասում է փող չունեմ։ Այս նավարկողն ասում է դե որ փող չունես քո համար ինչ տարբերություն է, այս ափին ես կանգնած, թե այն ափին։ Հիմա եթե ուրեմն փող չունեցողների համար տարբերություն իսկապես չկա, երևի թե չկա, հա, որ ափին են կանգնել։ Փող ունեցողների համար տարբերություն կա, որովհետև հարուստները գերադասում են լավոտ շնչել, մաքուրոտ, ուրեմն ենթակառուցվածքները բան լինեն, կանխատեսելի լինի ապագան, լավ կրթություն ստանան իրենց երեխաները, անվտանգային մթնոլորտ լինի, վստահություն լինի ապագայի նկատմամբ եւ այլն, այսինքն հարուստների համար տարբերություն կա, որ ափին են իրենք գտնվում։ Եվ այս նորամուծությունը մեկ անգամ եւս ասում են համասին, որ Միացյալ Նահանգները որպես աշխարհում որոշ իմաստով ուրեմն մոդայի սահմանող, այսպես ասած, տերություն, պետություն փոխում է իր առաջնահերթությունները, ամբողջապես փոխում է։ Սա այդպես, հաջորդը, որը որ կուզեի ասել, ինչ դրական բան ուզում եմ նշել, որը մեզ համար կարծես թե կարող է հանդես գալ ինչ-որ չափով փրկողակ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, դա այնուամենայնիվ քրիստոնեության բանն է, փաստարկը։ Պետք է ասեմ, որ դա քրիստոնեության վերաբերյալ զանգը, որը Տրամպը հնչեցրեց մեր Արամ առաջին կաթողիկոսի, խորհրդանշական էր շատ եւ իմաստուն էր։ Հիմա անցյալ շաբաթ տեղի ունեցավ Միացյալ Նահանգների կաթոլիկների ուրեմն հավաքը։ Դուք հիշում եք, ուրեմն Տրամպը նախաձեռնել էր, դե ամեն տարի դա կա, դա չի վերաբերում միայն քրիստոնյաներին, այսինքն դա աղոթքի ուրեմն բանն է, նախաճաշն է, prayer breakfast, այսպես ասած։ Հիմա կաթոլիկները առանձին ունեն իրենց նախաճաշը ու պարզվեց, որ այս մեր բանը, այսինքն իրենց փոխնախագահ Վենսը, J.D. Վենսը կաթոլիկ է, պարզվեց։ Ըստ որում ինքը առաջին կաթոլիկն է, որը այդ պաշտոնում նախագահ է դարձել, հա։ Այսինքն ամենաբարձր պաշտոնյա կաթոլիկն է Միացյալ Նահանգներում, երբևիցե եղած եւ Վենսը մի մեծ ելույթ ունեցավ այդ հավաքի ժամանակ, հետեւյալ թեզերը ամրագրեց, որը ես կարծում եմ մեզ համար շատ կարևոր են։ Թեզ համար 1. Թրամփի ուրեմն վարչակազմը ամբողջ աշխարհով մեկ միտված է եւ նպատակ ունի պաշտպանելու եւ պահպանելու քրիստոնյա արժեքները։ Թեզ համար 2. Թրամփի վարչակազմը արձանագրում է, որ նախորդ վարչակազմերի բաց թողության ուրեմն սխալ կառավարման բացարձակ անհաղորդ լինելու այս արժեքի նկատմամբ ուրեմն պատճառով բազմաթիվ տեղեր աշխարհում քրիստոնյա արժեքների ոտնահարում է տեղի ունեցել եւ քրիստոնյա ժողովուրդների տարհանումներ են տեղի ունեցել։ Սա անմիջապես վերաբերում է մեզ, անմիջապես է վերաբերում, բայց սա թեզեր, որը որ ներկայացրեց Վենսը, որը ինձ շատ ուրախացրեց։ Այսինքն երկրորդը, երրորդ թեզը կայանում է նրանում, որ
քրիստոնյա արժեքները համընդհանուր պահպանության կարիք ունեն եւ ամենավտանգվածն են բարձվում է, եթե վերցնեն ուրեմն մնացած բոլոր հավատքները, ամենավտանգված արժեքները քրիստոնյա արժեքներն են եւ Միացյալ Նահանգների ադմինիստրացիան հանձն է առնում այդ արժեքները պաշտպանելու։ Եվ Վենսը, որի կինը ուրեմն բան է, հնդիկ է, այվ հայտարարեց, որ կնոջս հետ պայմանավորվել ենք, որ մեր զավակներին մենք ուրեմն դաստիարակելու ենք կաթոլիկ եկեղեցու կանոններով եւ հայտարարեց, որ նախագահական ընտրություններից հետո, երբ ինքը արդեն ընտրվել էր փոխնախագահ, ասաց ինձ համար կյանքիս ամենաերջանիկ օրը այն էր, երբ իմ 7 տարեկան տղան զավակը որոշում կայացրեց, ինքը որոշում կայացրեց քրիստոնյա դառնալ եւ կնքվեց կաթոլիկ եկեղեցում։ Ասաց ինձ համար դա ամենաերջանիկ պահն է եւ ես խոստանում եմ պահպանել քրիստոնյա արժեքները, դե տվյալ դեպքում կաթոլիկ եկեղեցու, բնականաբար նաեւ Հռոմի Պապի ուրեմն այսօրվա իրավիճակը հաշվի առնելով ցանկացավ Հռոմի Պապին առողջություն եւ ես պիտի ասեմ, որ նման բանը շեշտադրումը Միացյալ Նահանգների այսօրվա կառավարիչների շատ կարևոր է, որովհետեւ Վատիկանը լրջագույն դեր ունի միջազգային քաղաքականության մեջ եւ փաստորեն հիմա առավել քան երբևէ Վատիկանը եւ Միացյալ Նահանգները կլինեն միասին։ Շեշտը նաեւ մեր կողմից իմ կարծիքով շատ մեծ անելիքներ կան այն իմաստով, որ մենք պիտի այս ադմինիստրացիայի հետ նոր ճանապարհներ, նոր մարդիկ միգուցե սկսեն զբաղվել, որովհետև շատ նախանձախնդիր են իրենք, այդ թվում նաև վրեժ խնդիր են նրանց նկատմամբ, ովքեր պաշտպանել են դեմոկրատական կուսակցությունը, եւ դա երևաց նաև Զելենսկին օրինակ ժամանակ, բայց պիտի ասեմ, որ նույնը վերաբերում է հավանաբար նաև մեզ, որովհետև մեր բազմաթիվ գործիչներ, որոնք որ արևմտամետ էին ներկայանում եւ պաշտպանում էին դեմոկրատական կուսակցությունը եւ հիմա էլ կարկոցում են Տրամփի ադմինիստրացիային եւ երևում է, որ շատերը նաեւ զրկվել են որոշակի գրանտերից այո այդ պատճառով են ելույթներ ունենում, բայց դրա հետ մեկտեղ պիտի ասեմ, որ դա դրական միտում է, որովհետեւ դաշտը մաքրվում է, նույն վրացական օրինակով պիտի ասեմ, որ Վրաստանում էլ պարզվեց, որ նման հասարակական կարծիք ձևավորող կազմակերպությունները հիմնականում ֆինանսավորվում են USAID եւ Միացյալ Նահանգների բյուջեից։ Նույնը պիտի ասել նաև մեր հասարակական կառույցների մասին, որոնք մարդու իրավունքների մասին էին, ասենք թե խոսքի ազատության իրավունքի մասին եւ այլն թմկահարում էին տարբեր ժամանակներ, բայց դրանք եւս ինչպես պարզվեց ուղղորդված էին եւ ուղղորդվող էին։ Ֆիքսենք, որ ոչ բոլորը, բայց մեծ մասը, էլի, մեծ մասը։ Մեծամասամբ, ցավոք սրտի, այո։ Բայց նորից եմ վերադառնալով Միացյալ Նահանգների այս նոր միտմանը քրիստոնեության պաշտպանության Միացյալ Նահանգների եւ Վատիկանի մերձեցման երևի թե աննախադեպ որակին եւ մակարդակին մեզ համար բազմաթիվ անելիքներ կան այս դաշտում։ Ես կարծում եմ, որ շանս կա, հնարավորություն կա, այդ թվում նաեւ այսօր խոսել մեր կորսված իրավունքների մասին, այդ թվում նաև հատկապես Արցախում մեր կորսված իրավունքների մասին, քրիստոնյա արժեքների ոտնահարման ընթացող process-ի մասին եւ ինչ որ չափով Միացյալ Նահանգների աջակցությամբ կանխել այդ գործընթացը, որովհետեւ դե ակնհայտորեն մարդիկ այդ առաջնահերթությունը իրենց քաղաքականության ներկայացրել են։ Հիմա դրա օգտվողներից մեկը եւ միգուցե կարեւորը մենք պիտի լինենք, ու պիտի խոսենք դրա մասին։ Դե հիմա պիտի խոսենք։ Սիրելի ռադիո լսողներ եւ ռադիո դիտողներ, այսքանն էր այսօրվա Դարփինյանի ժամը։ Շարունակեք լսել գործարար ալիքը, մի փոխեք ռադիո ընդունիչը, շուտով ինչ որ այլ հետաքրքիր հաղորդում կլսեք դուք։ Այսօր այսքանը, հաջորդ շաբաթ կհանդիպենք։